Ճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվում սարքավորումներ, որոնք որ կարող է տարիներով կամ ամիսներով պարզապես պահեստում մնային, ինչպես նաև զուգահեռաբար թե ներդրումային ծրագիրը, թե կապալառուների մնացած շինական աշխատանքները զուգահեռաբար են իրականացվել հայտարարվող նոր մրցույթներին եւ նոր մրցույթների արդյունքներով արդեն պայմանագրերը կնքվել են նոր կապալառուների հետ մինչեւ 40-60% ավելի ցածր գներով նոր միայն դադարեցվել են համագործակցությունը գործող գործընկերների հետ ինչպես նաեւ պայմանագրեր են խզվել օրինակ բարձրարժեք թանկարժեք ծառայական մեքենաների վարձակալության տարբեր շրջանակների արտոնյալ դիրքը ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման ուռճացված ծախսերը կրճատելու համար պայմանագրերը ներողություն ես վերջացնեմ ձեր հարցին եթե դուք հարցը տալիս եք չեք սպասում պատասխանի խնդրում եմ դադարեցնենք ուրեմն այս բրեֆինգը դե թողեք ես վերջացնեմ իմ պատասխանը եւ նաև ուզում եմ առանձնատուկ շեշտել որ տեխնիկական տնօրինությունում որևէ փոփոխություն իմ նշանակման պահից ի վեր տեղի չի ունեցել թե տեխնիկական տնօրենը գլխավոր տնօրեն տեղակալ թե փոխտնօրենները թե շահագործման շրջանների գլխավոր ինժեներները, մասնաճյուղերի եւ ցանցերի գլխավոր ինժեներները հիմնականում նույն մարդիկ են։ Մասնագիտական շրջանակների որևէ էական փոփոխություն չի եղել եւ մասնագիտական ներուժը որևէ կերպ չի տուժել։ Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին, հայեցողական պաշտոնը դա վստահություն, այդ թվում նաեւ թիմային քաղաքական վստահություն վայելող շրջանակներին պիտի դիտարկենք։ Եթե մարդկանց հետաքրքիր գործող որոշ շրջանակների որոշակիորեն փոխկապակցված է եւ այն շրջանակները ովքեր այսօր քրեական հետապնդման են ենթարկվում որոշակի կոռուպցիոն սխեմաներում են ներգրավված շուրջ 2 տասնյակ քրեական վարույթ է նախաձեռնված այս պահին եւ այդ մարդիկ քրեական վարույթներով անցնում են այդ վստահությունը հայեցողական իմաստով կորցնում են այդ մարդիկ հարգելով իրենց անմեղության կանխավարկած իհարկե այդ պարագայում մենք պիտի հենվենք բնականաբար մեր վստահությունը ունեցող քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա ովքեր որ թիմայնության տրամաբանության մեջ ստանձնում են որոշակի կարգավիճակ։ Պարոն Պետրոսյան, ոչինչ չկա։ Պարոն Պետրոսյան, միլիոնավոր դրամների աշխատավարձը ուռճացված չէ, պարոն Պետրոսյան։ Խնդրում եմ ձեր հարցը։ Չեք պատասխանում, խնդրում եք հայտարարեք թե որքան աշխատավարձ եք ստանում, որ Նարեկ ջան, ես հայտարարու անձ եմ, ես հայտարարու անձ եմ, կհայտարարեմ կտեսնենք։ Ոչ իմ եւ աշխատավոճը եւ իմ կենսակերպը ձեր աչքերի առաջ է, ոչինչ չունեմ թաքցնելու։ Այդքան չի բնականաբար, այդքան չի։ Եկեք չսակարկենք, խնդրում հարցեր ունեք։ Ես մեր բնակչության սուբսիդիումը շնորհավորում եմ շնորհակալ եմ։ Ասում եք մի վարքյան էլի կգաք այստեղ։ Պարոն Պետրոսյան, Պարոն Պետրոսյան, քաղաքացիները հենց հիմա Պարոն Պետրոսյան, մեծ համենը մեր Բարելեց երբ նկարվեց պարոն Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, երբ ասում եք, որ Պարոն Պետրոսյան, հենց հիմա ժողովրդից մեզ ահազանգեցին, որ Էրեբունի համայնքում նորից Էրեբունի համայնքի մասին ես նոր խոսեցի։ Էրեբունի համայնքների մասին, բայց այս հարցը մինչև այսօր էլ հենց որ քաղաքացիները ահազանգեցին, որ հենց հիմա հոսանքազրկում կատարել։ Ժորժ ջան, հոսանքազրկումները պետք չի սենսացիա սարքել։ Բոլոր ժամանակներում հոսանքազրկումներ եղել են։ Ինչի հիշեցիք, որ այսօր հոսանքազրկում կա։ Ամանորից մինչև այսօր հոսանքազրկումները։ Ներողություն բանավեճին մի վերացեք։ Ձեր հարցին պատասխանում եմ։ Էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process է 24 ժամյա ռեժիմում։ Եվ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաև 24 ժամյա ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ ժամերի ընթացքում կվերականգնվի։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում է մեր բնակչության բաժանորդների ըմբռնումը։ Սենսացիա չէ հոսանքազրկումները, երբ որ հեցի կառավարման ժամանակ հեցը տաշիր ընկերությունների խմբի
սեփականությանն էլ եւ իրենց կառավարման ներքո են, արդյոք իշխանությունը չէր թիրախավորում այդ հոսանքազրկումները։ Ոչ, չէր թիրախավորում։ Ոչ, չէր թիրախավորում։ Դուք որպես լրագրող երբևէ հոսանքազրկումների մասին այս 25 թվականի հուլիսի 18-ից առաջ որևէ ռեպորտաժ արել եք, չեք արել։ Մասիս համայնքում բարբերաբար Երբ եք արել։ Ես խնդրում եմ ինձ ուղարկեք։ Դուք ինչ ռեպորտաժ եք արել, ես հանրայնորեն ներողություն կտամ։ Եթե դուք նման կերպ լուսաբանեք հոսանքազրկումները։ Մերից հետո։ Պարոն Պետրոսյան, անդրադառնալով այսօրվան, Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ եւ այսպես ասած աղմկահարույց հայտարարություն արեց, մասնավորապես նշելով, որ եկեղեցին ու պետությունը այլևս միասին են, բայց ըստ մեր Աղմկահարույց հայտարարություն է դա։ Դա այո, որտեղ ըստ մեր սահմանադրության եկեղեցին եւ պետությունը անջատ են իրարից, իրենք չեն կարող միասին գործել։ Ես խնդրում եմ չխեղաթրել վարչապետի ասածը։ Ներողություն թե ընդհատեց, շարունակեք։ Ինչով եմ խեղաթյուրում, Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ցիտում։ Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության ու պետականության դեմ։ Վարչապետի ասածը դա էր, որ այսուհետ եկեղեցին որպես ինստիտուտ եւ պետությունը, պետականությունը որպես հասարակության ձևավորման բարձրագույն դարձյալ ինստիտուտ, այսպես ասեմ, այսուհետ երբևէ չպիտի գործեն առանձին եւ չպիտի եկեղեցին գործի պետության դեմ։ Խոսքը դրա մասին էր, որ միակամ են պետության ու պետականության կայացման գործում։ Այո, եկեղեցին պիտի լինի միակամ պետության հետ, որովհետեւ մեր անվտանգությունը, մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցությունը, խաղաղ արարման հնարավորությունը երաշխավորում է ուժեղ պետությունը եւ եկեղեցին չպիտի դրա ճանապարհին կանգնի կամ որևէ կերպ խոչընդոտի կամ գործիք դառնա այլ պետությունների կամ այլ ուժի կենտրոնների ձեռքում ընդդեմ մեր ինքնիշխանության եւ սովերենության։ Եպիսկոպոս Կճոյանի, ներողություն Անուշավան եպիսկոպոս Ես չեմ մեկնաբանում անձանց եւ մյուս սրբազանների հետ դուք Վազգեն Միրզախանյանի հետ դուք պատկերացնում եք այդ ճանապարհը, պարոն Պետրոսյան։ Ես չեմ մեկնաբանում որևէ մեկի։ Ես ինքս եկեղեցական գործերից գիտելիքներ որպես այդպեսին չեմ ասում, չեմ հասկանում, բայց ես չեմ ուզում մեկնաբանեմ ու առհասարակ ինքս հանրային քաղաքական գործիչ լինելով ունեմ իմ պատասխանատվության այս պահին դաշտը այստեղ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եկել։ Բայց սա քաղաքական ակցիա չէ։ Այո, սա քաղաքական ակցիա չէ, խիբր քաղաքական թիմի անդամ։ Մի րոպե, քաղաքական թիմի անդամները որ որևէ տեղ են գնում կամ որևէ ակցիա են կայացնում, անպայման քաղաքական ակցիա լինի։ Դե հիմա բնորոշում են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքականությամբ միջամտում է եկեղեցու։ Այդ բնորոշմանը ես համաձայն չեմ։ Հիմա խնդրում եմ թույլ տվեք գնամ աշխատանքի։ Ես աշխատում եմ, ի տարբերություն ձեզ ես աշխատում եմ։ Բայց դու չեք շարունակել աշխատել։ Երևանին որ լույսերը մարել է 3-4 օր բնակիչները խնդիրներ են ունեցել եւ սննդամթերքն է փչացել եւ որոշների տեխնիկան հեծը որևէ կերպ կփոխհատուցվի նրանց թե ոչ։ Ուրեմն հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը կարգավորում են նման դեպքերը եւ եթե պատճառները հայտնի դառնան, որ հեծի առերևույթ անգործության կամ որոշակի պատճառներ, որոնք որ կարելի կանխարգելել ու չի կատարվել, օրենքի կարգավորման առարկա կդառնա եւ իհարկե կփոխհատուցվեն բոլոր այն բնակիչներ ու բաժանորդները, ովքեր որ վնասներ են կրել։ Այս պահին նաև հանրայնորեն տեղեկացրել ենք երկու առանձին հանձնաժողովներ ձևավորվել, մեկը տեխնիկական, էներգետիկ ոլորտի, ուրեմն մեր մասնագետների շրջանակներով եւ մյուսը անվտանգային իրավական, որպեսզի երկու անկախ, միմյանցից նաև անկախ ներքին հետաքննություն անեն եւ ինչպես նաև համագործակցելով իրավապահ մարմինների հետ իրական պատճառները վերհանեն։ Իրական պատճառները վերհանելուց հետո արդեն կհանրայնացվի եւ մեր հանրությունը, այդ թվում նաև Երևանու վարչական շրջանի մեր բնակիչները կտեղեկացվեն հետագա քայլերից։